Գլենդելում ոստիկանության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով փրկարարները մեկ անձի տեղափոխել են հիվանդանոց։ Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում Բրենթ Բուլվարդի և 134 մայրուղու հարևանությամբ։ Ոստիկանությունը հայտնում է, որ պարեկային ծառայողը միացված լույսերով և ազդանշանով հետապնդում էր մեկ այլ վարորդի, երբ տուժածը մտել է խաչմերուկ, ինչի արդյունքում բախվել է ոստիկանի մեքենային։ Դեպքի վայրից հրապարակված տեսանյութում երևում է մոխրագույն սեդանի մոտ կողքի վրա շրջված Գլենդելի ոստիկանության պարեկային մեքենան։ Ոստիկանությունը նշել է, որ վթարին մասնակցած ոստիկանը վնասվածքներ չի ստացել, իսկ մյուս վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման ընթացքում։ Բժշկական հետազոտությունները ցույց են տվել Թրամփի առողջության ցուցանիշները։ Սենատի դեմոկրատները խոսում են ռումբի վտանգի մասին, ինչ է բացահայտվել և ով է առաջնորդին սպառնացող անձը։ Թեմային կծանոթանանք րոպեներ անց։ Լոս Անջելեսի գալիք եղանակային պայմանները վատթարանում են։ Կպատմեմ, թե ինչ դատանումներ են սպասվում և ինչպես զգուշանալ վատ հետևանքներից։ Լոս Անջելեսի ամենավտանգավոր մարդկանցից մեկը կրկին ուշադրության կենտրոնում է, թմրանյութերից մինչև մարդասպանություն։ FBI-ը պարզապես անօգնական վիճակում է։ Կա ամփոփում FIFA 2026-ի սպասվող գնային անհավատալի բարձրացումների մասին։ Կպատմեմ, թե կոնկրետ ինչերին է վերաբերվում։ Այսը այսուհետ ձերբակալում է անմեղ մարդկանց։ Օրեցօր լրջացող իրավիճակներում նույնիսկ գրին քարտերը չեն փրկում։ Cast.com դատի է տվել Թրամփի վարչակազմին, իսկ մանրամասներին և մյուս կարևոր թեմաներին ծանոթանալու համար հետևեք հաղորդման ընթացքին։ Ինչպես նաև այսօրվա եթերում մեզ սպասվում է կարևոր վիճակագրական վերլուծություն ներգաղթի վերջին թարմացումների վերաբերյալ։ Վստահ եմ, որ թեման հետաքրքրում է ձեզ, այնպես որ ամենակարևոր թեմաներից մեկին հասնելու համար մնացեք մեզ հետ մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Մանու Հարությունյանն եմ և այսօր ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների և նորությունների մասին։ Ձեր կողմից ցուցաբերած ակտիվությունը իսկապես օգնում է մեզ։ Չմոռանաք նաև մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ և լայքել տեսանյութը, իսկ այժմ անցնենք օրվա թեմաներին։ Սպիտակ տունը հրապարակել է հոկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի կատարած մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, նույն ինքը MRI-ի արդյունքների ամփոփագիրը, նշելով, որ 79-ամյա նախագահը գերազանց առողջական վիճակում է։ Հավելեմ, որ նախագահը հայտնի է որպես մարդ, ով երբևէ չի ծխել, ինչպես նաև թմրանյութեր և անգամ ալկոհոլ երբեք չի օգտագործել։ Դրական հատկանիշներին զուգահեռ ֆիզիկական ակտիվությունը նրա կյանքում սահմանափակ է։ Թրամփի հիմնական շարժունությունը բոլորիս հայտնի է, որ կապված է գոլֆի հետ։ Քնելու վերաբերյալ նրա սովորությունը նույնքան սուղ է։ Նախագահը սովորաբար գիշերվա ընթացքում քնում է 4-ից 5 ժամ։ Մյուս բացասական սովորությունների, ֆասթ ֆուդի ու շաքարի հանդեպ թուլության մասին Թրամփը բազմիցս է նշել։ Այնուամենայնիվ իր մասին հաճախ է ասում, որ ունի լավ գենետիկա։ Թրամփը հոկտեմբերի 27-ին լրագրողներին հայտնել էր, որ ամեն ինչ կատարյալ է և շեշտել, որ եթե արդյունքները վատ լինեին, կամ բացահայտ կնշեր դրանց մասին, կամ ընդհանրապես չէր դնի իր թեկնածությունը։ Նրա խոսքով բժիշկները հայտարարել են, որ ցուցանիշները այս տարիքային խմբի համար լավագույններից են։ Սենատի փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը հայտնել է, որ Նյու Յորքում գտնվող իր մի քանի գրասենյակներ MAGA վերնագրով էլեկտրոնային նամակով ստացել են ռումբերի սպառնալիքներ։ Շումերի խոսքով իրավապահ մարմինները արդեն զբաղվում են միջադեպի ուսումնասիրությամբ։ Այսօր իրավապահները տեղեկացրել են, որ սպառնալիքներ են հնչեցվել իմ, Ռոչեսթերի, Բինգհեմփթոնի և Լոնգ Այլնդի գրասենյակներին MAGA թեմայով էլեկտրոնային նամակի միջոցով, որի հեղինակը նամակում նշել է, թե իբր 2020 թվականի ընտրությունները կեղծվել են։ Տեղական և դաշնային իրավապահները անմիջապես արձագանքել են և իրականացնում են հնարավոր ռումբերի տեղակայման վերաբերյալ անվտանգության ամբողջական ստուգումներ, նշված է Շումերի հայտարարությունում։ Լոս Անջելեսը գալիք շաբաթվա ընթացքում կհայտնվի 4 փոթորկային եղանակային տատանումների ազդեցության տակ։ Արդյունքում Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջաններում սպասվում են ուժեղ քամիներ և ցուրտ եղանակ։ Վերջին տվյալներով Էնտիլոպ Վալիում, ներքին հովիտներում ու լեռնային հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 45-ից 55 մղոն/ժամ, իսկ Մալիբուի ու ափամերձ տարածքներում մոտ 35-ից 45 մղոն/ժամ։
Գալիք ամենացուրտ օրերը կլինեն երեքշաբթին, հինգշաբթին և ուրբաթը։ Քամիները կարող են բարդացնել բարձր պրոֆիլ ունեցող մեքենաների վարումը, ինչպես նաև փողոցում չամրացված իրերը նույնպես վտանգի տակ են։ Կարող են վնասվել ժամանակավոր կառույցները, ինչպես նաև ծառեր։ Այնպես որ զգուշացեք ձեր մեքենաները ծառերի տակ կայանելուց։ Քանի որ ցուրտը հազվագյուտ երևույթ է տարածաշրջանի համար, մասնագետները խոսել են նաև ցածր ջերմաստիճանի ազդեցության մասին, նշելով, որ վտանգ է ստեղծվում զգայուն բույսերի համար և բարձրացնում է հիպոթերմիայի ռիսկը անօթևան անձանց ու կենդանիների մոտ։ Կանադայի նախկին օլիմպիական սնոուբորդիստ Ռայան Ուեդինգի գործը նոր ծանր զարգացում է ստացել։ Արդարադատության նախարարը հայտնել է, որ նրան մեղադրում են դաշնային վկայի սպանություն պատվիրելու մեջ։ Որպես հիշեցում, ասեմ, որ մեր նախորդ թողարկումներից մեկում արդեն անդրադարձել էինք, որ Ուեդինգը համարվում է Լոս Անջելեսի ամենավտանգավոր մարդկանցից մեկը և նշել նրա վտանգավոր թմրանյութերի գործունեության մասին։ Ըստ Կալիֆոռնիայում ներկայացված մեղադրական ակտի դատական պատասխանատվությունից խուսափելու համար նա այս տարվա հունվարին Կոլումբիայում կազմակերպել է իր դեմ ցուցմունք տվող վկայի սպանությունը։ Գործով մեղադրվում է ևս 10 անձ։ Իրադրությունն այն աստիճան է սրվել, որ FBI-ը նրա հայտնաբերմանը նպաստող տեղեկության համար սահմանել է մինչև $15 միլիոն պարգևավճար և Ուեդինգը ներառվել է FBI-ի ամենավորոնվող 10 անձանց ցուցակում։ Քննչական մարմինները կարծում են, որ նա թաքնվում է Մեքսիկայում Սինալոա կարտելի պաշտպանության տակ։ Ըստ կասկածների, օլիմպիական սնոուբորդիստը հենց այս կարտելի հետ է համագործակցել Կանադա և ԱՄՆ մեծածավալ թմրանյութ մատակարարելու համար։ Մյուս ներգրավված անձանց մասին տեղեկությունների համար ԱՄՆ կառավարությունը առաջարկում է ևս մինչև $2 միլիոն։ FIFA-ի 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում մարզադաշտերի հարևանությամբ մեկ մեքենայի ավտոկայանման տեղերը մեկ խաղի համար կարժենա $75-ից $175։ Գները այնքան բարձր են, որ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են անցած խաղերի տոմսերի արժեքը։ Առաջնության ժամանակ մի շարք կայանատեղիներ կգտնվեն անվտանգության փակ գոտիներում, կլինեն անհասանելի կամ կօգտագործվեն այլ նպատակներով՝ հյուրընկալման, սպասարկման կամ տեխնիկական ապահովման համար։ Սա նշանակում է, որ հասանելի ավտոկայանման տարածքը զգալիորեն կսահմանափակվի և մարզադաշտերին հասնելը կարող է դառնալ լուրջ լոգիստիկ մարտահրավեր։ Պետք է նշել, որ $75-ից $175 վճարը չի ներառում խաղի տոմսը։ Իսկ տոմսերը, որոնք վաճառքի դուրս եկան անցած ամիս լոտո վիճակահանության միջոցով, արդեն գնահատվում են նախորդ առաջնությունների համեմատ մի քանի անգամ ավելի բարձր։ Հայաշատ թաղամասում Պանորամա Սիթիում Հրշեջ փրկարար ծառայության շտապօգնության մեքենան, որը տեղափոխում էր 94-ամյա տղամարդու և 81-ամյա կնոջ, բախվել է SUV տեսակի ավտոմեքենային։ Դեպքը տեղի է ունեցել, երբ շտապօգնության մեքենան շարժվում էր դեպի հիվանդանոց։ Լոս Անջելեսի Հրշեջ ծառայությունը հայտնում է, որ բախումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Հիվանդանոց են տեղափոխվել 5 մարդ։ Շտապօգնության մեքենայի 2 տարեց հիվանդները, վարորդը, ներսում գտնվող բուժաշխատողը, ինչպես նաև SUV-ի 34-ամյա վարորդը, որը տեղափոխվել է վնասվածքաբանական կենտրոն ծանր վիճակում։ Վթարի պատճառը դեռևս հստակեցված չէ և քննությունը շարունակվում է։ Այսը Սան Դիեգոյում շարունակում է ձերբակալել մարդկանց հենց նրանց գրին քարտի հարցազրույցների ընթացքում, ներառյալ զինվորականների ու վետերանների ամուսիններին։ Ձերբակալվածներից մեկը 20 տարի ծովային հետևանքում ծառայած վետերան Սամուել Շաստինը ասել է, որ իրեն դավաճանված է զգում։ Այսը պնդում է, որ մարդիկ ձերբակալվում են վիզայի ժամկետը գերազանցելու համար, բայց ներգաղթի փաստաբանները հիշեցնում են, որ օրենքը թույլ չի տալիս նման ձերբակալություններ անել, եթե մարդը ԱՄՆ քաղաքացու ամենամոտ հարազատն է, օրինակ ամուսինը, ծնողը, որն արդեն գտնվում է գրին քարտ ստանալու օրինական գործընթացում։ Իրավաբաններից մեկը հայտնում է, որ նույն օրը նույն ձևով ձերբակալվել է նաև նավատորմի վետերանի կինը Ավստրալիայից։ Վետերանների ընտանիքները սա անցալում են որպես անարդար վերաբերմունք։ Ընտանիքները պահանջում են, որ կալանավորվածները ազատ արձակվեն և պաշտպանվեն օրենքով նախատեսված բացառությունների շրջանակում։ Ատլանտայի ավտոկայանատեղիներում արդեն շրջում են արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ շներ։ Այսպիսի անվտանգության պահակները սկսել են հայտնվել հանրային տարածքներում և հանգիստ փոխարինում են գիշերային հերթապահություն կատարողներին, օգտագործելով տեսախցիկներ, սենսորներ և իհարկե արհեստական բանականություն։
Աջակիցներն ասում են, որ դրանք չեն հոգնում, կարող են կանխել հանցագործությունները եւ շուրջօրյա տեսագրությամբ ապահովել օրինապահներին։ Բացի այդ, նվազագույնին է հասցվում գիշերային վտանգավոր աշխատանքի ռիսկը։ Իսկ քննադատները մտահոգված են այն հարցերով, թե ով է հավաքագրում այդ տվյալները, ինչպես են դրանք օգտագործվում եւ ինչ է տեղի ունենալու, երբ մարդկանց աշխատատեղերը փոխանցվեն մեքենաներին։ Եթե ավտոկայանատեղերում եւ թաղամասերում ռոբոտ շները դառնան սովորական երևույթ, դա կփոխի թե մարդկանց կյանքը, թե առհասարակ ապահովության ցուցանիշները։ Իսկ դուք ինչ եք կարծում այս հարցի վերաբերյալ։ Մինչ մեկնաբանություններում կգրեք ձեր կարծիքը, ես անցնեմ հաջորդ լուրին։ Լոս Անջելեսի շրջանը ցանկանում է ընդունել օրենք, որը կարգելի ոստիկաններին եւ դաշնային ներգաղթի գործակալներին թաքցնել իրենց դեմքը կամ անունը բնակելի թաղամասերում աշխատելու ընթացքում։ Նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է այս գործակալներին, որոնք հաճախ դիմակներով են աշխատում։ Օրենքի հեղինակները ասում են, որ սա անհրաժեշտ է համայնքներին պաշտպանելու համար։ Սակայն դաշնային կառավարությունը ամենայն հավանականությամբ կփորձի կասեցնել օրենքը, պնդելով, որ շրջանը իրավասու չէ սահմանափակելու դաշնային գործակալների աշխատանքը։ Նման փորձ արդեն եղել է Կալիֆոռնիայի դեմ նախկին դատական գործընթացում։ ԱՄՆ գլխավոր դատախազն իր հերթին հայտարարել է, որ նման օրենքները վտանգավոր են դաշնային գործակալների անվտանգության համար։ Վերահսկիչների խորհուրդը արդեն մեկ անգամ միաձայն որոշել է ներկայացնել այս օրենքի նախագիծը։ Եթե այն անցնի, հաջորդ շաբաթ կլինի երկրորդ քվեարկությունը, ինչից հետո օրենքը 30 օր անց կսկսի գործել։ Costco-ն դատի է տվել Թրամփի վարչակազմին, պահանջելով, որ միջազգային առևտրի դատարանը անօրինական ճանաչի International Emergency Economic Powers Act-ի շրջանակում գանձված մաքսատուրքերը։ Ներկայացրած հայցում ընկերությունը նշել է, որ պահանջում է վերադարձնել բոլոր վճարված մաքսատուրքերը, որոնք վճարվել են նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի հետևանքով։ Այդ հրամանագրով հաստատվել էին այն ամենը, ինչը Թրամփը նկարագրել էր որպես փոխադարձ մաքսատուրքեր։ Գերագույն դատարանը այժմ վերանայում է Թրամփի լայնածավալ մաքսային ծրագրի օրինականությունը, եւ նոյեմբերի բանավոր լսումների ընթացքում մի քանի դատավորներ կասկածներ են հայտնել կառավարության դիրքորոշման վերաբերյալ։ Costco-ն չի նշել իր վճարած գումարի չափը, սակայն մաքսային ծառայության տվյալներով ներմուծողները մինչև սեպտեմբերի վերջ հրամանագրի շրջանակում վճարել են մոտ 90 միլիարդ դոլար։ Այս հայցով Costco-ն դառնում է հերթական խոշոր ընկերությունը, որը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել վճարված գումարները։ Կալիֆոռնիայում էլեկտրամեքենաների վարորդները այլևս մեքենայում մեկ անձի դեպքում չեն կարող օգտվել carpool կամ HOV գոտիներից։ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ապրող մեր հետևորդների համար նշեմ, որ HOV-ն այն հատուկ գիծն է, որը թույլատրված է միայն այն մեքենաներին, որում առնվազն 2 մարդ է նստած, որպեսզի նվազեցվի երթևեկությունը։ Նախկինում հատուկ պիտակները, որը պետությունը տալիս էր մաքուր էներգիայով աշխատող մեքենաներին, թույլ էին տալիս միայնակ վարորդներին մտնել այս գոտիներ, բայց դաշնային որոշմամբ դրանք այժմ անվավեր են համարվում։ Այսուհետ, եթե մեքենայում 2 կամ ավելի ուղևոր չկա, վարորդին կարող է սպասվել մինչև $490 տուգանք։ Հոլիվուդը Toys for Tots ծրագրի աջակցությամբ կիրակի երեկոյան անցկացրեց 93-րդ հոլիվուդյան Սուրբ Ծննդյան շքերթը։ Շքերթին մասնակցել են տասնյակ հայտնի դերասաններ ու պաշտոնյաներ, իսկ երթի երկարությունը կազմել է 3,2 մղոն։ Այս տարվա գլխավոր պատվավոր հյուրն է դերասան Լյուկ Ուիլսոնը։ Նրա խոսքով մեծ պատիվ է Toys for Tots ծրագրին աջակցելը եւ կարիքավոր երեխաներին տոնական տրամադրություն ու ջերմություն հաղորդելը։ Շքերթին մասնակցել են կինոյի եւ հեռուստատեսության բազմաթիվ աստղեր, ինչպես նաեւ 7 նվագախումբ, տասնյակ կինոմեքենաներ, 9 հսկայական փուչիկներ եւ իհարկե ավանդական Սանտա Կլաուսը։ Հոլիվուդյան շքերթը անցկացվում է 1928 թվականից, ընդմիջվել է միայն երկրորդ համաշխարհային պատերազմի եւ համավարակի տարիներին։ Սկզբում այն հայտնի էր որպես Santa Claus Lane Parade։ Այս տարվա շքերթը ուղիղ եթերում չի ցուցադրվել, սակայն կհեռարձակվի DCW Network-ով դեկտեմբերի 12-ին։ Starbucks-ը պատրաստվում է շուրջ $35 միլիոն վճարել Նյու Յորքի ավելի քան 15,000 աշխատակիցների, որպեսզի լուծի այն պնդումները, ըստ որոնց ընկերությունը նրանց չի ապահովել կայուն աշխատանքային գրաֆիկներով եւ ինքնակամ կրճատել է նրանց աշխատանքային ժամերը։
Ընկերությունը նաև համաձայնել է վճարել 3,4 միլիոն դոլար վարչական տուգանքներ Նյու Յորք քաղաքի սպառողների եւ աշխատողների պաշտպանության վարչության հետ կնքված համաձայնագրի շրջանակում։ Starbucks-ը պարտավորվում է ապագայում լիովին պահպանել քաղաքի Fair Work Week օրենքի պահանջները։ Ընկերության մամուլի խոսնակն ընդգծել է, որ Starbucks-ը պարտավորվում է գործել պատասխանատու կերպով եւ հետեւել տեղական օրենքներին ու կանոնակարգերին բոլոր այն շուկաներում, որտեղ գործում է։ Ինչպես միշտ ես եւ իմ գործընկերը մեծ աշխատանք ենք տարել վիճակագրական նոր եւ հետաքրքիր տեղեկություններ հավաքագրելու գործում։ Այժմ ձեզ կներկայացնեմ ամենահետաքրքիր ու քննարկվող թեմաներից մեկը թվերով։ Բոլորս գիտենք, որ հենց ներգաղթն է ձևավորում Ամերիկայի դեմքը։ Մի կողմից սահմանային քաղաքականությունն ավելի է խստանում, իսկ մյուս կողմում հենց ներգաղթն է հանդիսանում երկրի աճի եւ աշխատուժի հիմնական շարժիչը։ Վերջին պաշտոնական հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը տարիների ընթացքում հասել է պատմականորեն բարձր մակարդակի։ 2023-ին այն կազմել է մոտ 47,8 միլիոն, իսկ 2025-ի սկզբին ավելի քան 53 միլիոն։ Իրավական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներգաղթյալների մեծ մասը ԱՄՆ-ում ապրում է օրինական կարգավիճակով՝ քաղաքացիություն, գրին քարտ կամ ժամանակավոր վիզաներ։ Բայց կա նաև մի զգալի հատված, որը շարունակում է ապրել չկարգավորված փաստաթղթերով մշտական անորոշության մեջ։ Այս երկու հակադրությունները միասին ձևավորում են ներգաղթային քաղաքականությունը։ Թվերը ցույց են տալիս, որ ներգաղթյալների 73%-ը գտնվում է օրինական կարգավիճակում, մնացած 27%-ը շարունակում է ապրել ոչ կարգավորված փաստաթղթերով, ինչի պատճառով վերջին տարիներին իրավական գործընթացների ծանրաբեռնվածությունը աճել է ավելի քան 40%-ով։ Իրավական համակարգի վրա այս ճնշումն ազդում է նաև ներգաղթյալների տնտեսական ներգրավվածության վրա, որոշ ոլորտներում ստեղծելով աշխատուժի պակաս, իսկ մյուսներում գերբեռնվածություն։ Ամերիկյան աշխատաշուկայում օտարերկրյա աշխատողների բաժինը շարունակ աճում է, եւ այս աճն արդեն անմիջականորեն կապված է միգրացիոն քաղաքականության դանդաղ ու ծանր ընթացակարգերի հետ։ Այսօր աշխատաշուկայում ներգաղթյալները կազմում են ԱՄՆ աշխատուժի մոտ 1/5-ը, որոշ կարևոր ոլորտներում նրանց մասնաբաժինը հասնում է 30-ից 35%-ի, ինչի պատճառով միգրացիոն քաղաքականության դանդաղ ընթացակարգերը անմիջականորեն անդրադառնում են տնտեսության աճին։ Տվյալները ցույց են տալիս, որ ներգաղթը ոչ միայն լրացնում է աշխատաշուկան, այլև ձևավորում է ԱՄՆ բնակչության ընդհանուր աճը։ Բնակչության աճի հիմնական աղբյուրը ոչ թե ծնելիությունն է, այլ մաքուր միջազգային միգրացիան, որի դերը վերջին 2 տարում դարձել է վճռորոշ։ Վերջին հաշվարկներով ԱՄՆ բնակչության աճի շուրջ 84%-ը ապահովվում է մաքուր միջազգային միգրացիայով։ Միայն 2023-ից 24 թվականներին երկրին ավելացել է մոտ 2,8 միլիոն մարդ, ինչը ցույց է տալիս, որ ներգաղթը դարձել է երկրի ժողովրդագրական գլխավոր շարժիչը։ Ակնհայտ է, որ ներգաղթյալները միայն մեկ սոցիալական խումբ չեն, այլ ուժ, որը ձևավորում է ԱՄՆ տնտեսության, աշխատաշուկայի եւ ժողովրդագրության կարևոր ուղղությունները։ Հենց այս պատճառով ներգաղթի քաղաքականության յուրաքանչյուր փոփոխություն անմիջապես ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի եւ ամբողջ երկրի զարգացման վրա։ Եթե հավանեցիք վիճակագրական բլոգը, ապա սպասում ենք լայքերին։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան հարթակ, որտեղ կարճ ու կրեատիվ ձևով ներկայացված նորությունները վստահ եմ, որ կհետաքրքրեն ձեզ։ Կալիֆոռնիան այս նոյեմբերին արդեն գրանցել է 1592 երկրաշարժ։ Ամենաուժեղ ցնցումները եղել են 4 մագնիտուդով Սան Բենիտո շրջանում նոյեմբերի 27-ին եւ 4.1 մագնիտուդով երկրաշարժ Թեմփլտոնում նոյեմբերի 18-ին։ Այս ամսվա ընդհանուր ցուցանիշը 4,8%-ով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից, երբ գրանցվել էր 1672 երկրաշարժ։ Apple-ը հայտարարել է, որ իր AI ղեկավարը 2026-ին թոշակի կանցնի։ Նրան կփոխարինի Microsoft-ից եկած նոր աշխատակից։ Ընկերությունը հետաձգել է նոր Siri-ի թողարկումը եւ բախվում է մրցակիցների Google-ի, OpenAI-ի, Meta-ի եւ Microsoft-ի արագ զարգացմանը։ Չնայած մրցակցային ճնշումներին, Apple-ը դեռ պահում է աշխարհի երկրորդ խոշորագույն տեխնոլոգիական ընկերության դիրքը 4,2 տրիլիոն դոլար շուկայական արժեքով։ Վենտուրա շրջանում գործող Born to be Free կենդանիների ապաստարանը ստիպված է վճարել ավելի քան $50,000 տուգանք, քանի որ այնտեղ ապօրինաբար պահվել են 15 արգելված էկզոտիկ կենդանիներ, որոնց թվում են եղել վարազներ, գայլ շուն հիբրիդներ, ձկներ եւ այլն։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ ապաստարանը որևէ թույլտվություն չի ունեցել այս տեսակների համար, եւ բոլոր կենդանիները բռնագանձվել ու տեղափոխվել են։
Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանություններն ու նամակները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։